Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Կանանյութ ավելվածն է։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Էդվարդ Անտոնյանին։ Բարև ձեզ, պարոն Անտոնյան։ Նախ սկսենք կուսակցության հետ կապված, Ռամկավար Ազատական կուսակցության հետ կապված իրադարձություններից բավական այսպես խճճված իրավիճակ է ստեղծվել եւ անձամբ ինձ համար գոնե անհասկանալի է թե ինչ է կատարվում, որովհետեւ մի կողմից դուք եք պնդում, որ այդ կուսակցության ատենապետը դուք եք, մյուս կողմից Հարություն Առաքելյանը եւ ամենասովորական քաղաքացին կարծես թե այսպես չի կողմնորոշվում, թե վերջը ատենապետը ով է, ինչով է զբաղվում այդ կուսակցությունը եւ այլն եւ այլն։ Բարձրաբանեք թե ինչ է կատարվում կուսակցության ներսում։ Կաշխատեմ շատ կարճ անդրադառնալ, որովհետեւ աշխարհում տարածաշրջանը եւ մեր երկրում այնքան բան է կատարվում, որ հաստատ մեր ժողովրդի ցավուդարդը Ռամկավար Ազատական կուսակցության մեր կուսակցական խնդիրները չեն։ Բայց իհարկե կուսակցությունը, որ հրապարակային գործունեություն է, որը պարտավոր է հասարակության հաշվի դնել նաեւ այդ հարցով։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որ հուլիսի 27-ին Ասթերթում տպագրվեց, որ կուսակցության 5 գրասենյակային տարածքներ, որոնք որ Սուրբ Հայրը նվիրել էին կուսակցությանը եւ մի հատ էլ գրասենյակային տարածքը Երևանում Հարություն Առաքելյանի օրոք նվիրատվությամբ կամ վաճառքով օտարվել են։ Այսինքն կատարվել է ապօրինի գործարք եւ կուսակցության ունեցվածքը տրվել են սրանները։ Այսինքն բարձենք Հարություն Առաքելյանը իրավունք ուներ նման նվիրատվություն կամ չգիտեմ վաճառք իրականացնելու թե ոչ։ Չէ, Հարություն Առաքելյանը առանց վարչության որոշման նման իրավունք չուներ, բացի այդ էլ թե որքանով էր նվիրատվություն, հազիվ թե տես մի ամբիջ մարդելի մտածի, որ որևէ մեկին կարող է մի անհատ քաղաքացու կուսակցության գրասենյակը նվիրել, որը բնականաբար շատ խիստ կասկածելի է եւ աչք է ծակում, որ դրա հետ կապված երբ որ հանրային ուշադրություն առաջացրեց թերթը եւ նաեւ դատախազությունը նյութերն ուղարկեց ոստիկանություն եւ նրանք էլ բավական ժամանակ ուսումնասիրությունից հետո ի վերջո գտան որ կա հանցակաց եւ քրեական գործ հարուցեցին։ Հարցը նա է որ ես այդ տարածքներում բացարձակապես գաղափար չեմ ունեցել, որովհետեւ դա իմ օրոք չի կատարվել եւ չեմ էլ իմացել որ տենց բաներ կա։ Ինչու Ասթերթը գիտեին, որովհետեւ ժամանակին նրանք միասին են արմենական կուսակցության հետ, նրանք բավական ինֆորմացված էին դրանից։ Եվ փաստորեն փոխանակ այդ ընթացքում Հարություն Առաքելյանը ինձ ասել, դե լավ չեմ ասել, սենց է եղել։ Ինչ եղել է անցածը, դե ինչով կարող ես օգնել, փորձեց վերականգնվի որպես ատենապետ, որպեսզի կարողանա պայքարել որպես ատենապետ եւ չհանձնի դիրքերը եւ որպեսզի վրան քրեական գործ չհարուցեն, բայց մեկը քրեական գործը այսպես թե այնպես հարուցեցին, այս ինքը նոր խնդրի մեջ հայտնվեց։ Իսկ նոր Այսինքն ատենապետի պաշտոնը որոշակիորեն երաշխիք էր, որ չի հետապնդվի քրեականորեն։ Չէ, իհարկե նա փորձեց դրանով քաղաքականացնել խնդիրը։ Այսինքն զուտ քրեական խնդիրը քաղաքականացրեց։ Եվ իդի դեպ ստացվեց, չէ՞։ Մարդիկ անդադ դրա մասին էին խոսում։ Ինչու ես բավական пассив էի այդ թեմաներից խոսում, դա չէի ցանկանում ներկայացվեն այդ հրապարակային պոլեմիկայի մեջ, որտեղ իրականում գիտեի պատճառավորն է։ Եվ հիմա պաշտոնապես պետրեգիստրով գրանցված հրակատենապետը Էդվարդ Անտոնյանն է։ Իհարկե, եւ պետրեգիստրը Կնիքը ձեր մոտ է, պարոն Անտոնյան։ Կնիքը ինչպես գիտեք, այս հանրապետությունը այդքան կարևոր չի, վաղուց արդեն կնիքը դերակատարություն չունի այդ ամեն ինչի մեջ։ Խնդիրը սա իրավաբանորեն պետական ռեգիստրում գրանցված է, որ հրակատենապետը ես եմ։ Բացի դրանից, այսքան աղմուկը որ Հարություն Առաքելյանը բարձրացնում, որ ասում է ինչ չեն գրանցում։ Դե թե իրան չեն գրանցում, ով մնաց ատենապետ։ Ավելի քան պարզ է, որ ատենապետը ես եմ։ Տեսեք, այս վերջերս բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցավ հրակատենապետի համար պաշտոնի համար պայքարը, մասնավորապես խոսքը այն մասին է, որ Հարություն Առաքելյանը, այսպես նախին ատենապետը դատի է տվել վարչապետին մոտ 30 միլիոն դոլար յուրացնելու համար։ Եվ սա հետևյալ կերպ է մեկնաբանվում, որ Էդվարդ Անտոնյանը սպասարկում է իշխանությունների շահերը, ես կռվեմ տալիս վարչակազմի դեմ, եւ տեսեք հանցագործության մասին հաղորդագրություն եմ տալիս, վարչապետի հանցագործություններն են ջրի երես հանում եւ այլն եւ այլն։ Այստեղ ինչպես կմեկնաբանեք։ Շատ լավ։ Առաջինը ես չեմ իրեն գահանքեցարել, որպեսզի ինչ որ մեկը ինձ աջակցեր։ Փոխադարձ համաձայնությամբ եւ պայմանավորվածությամբ ես դարձել եմ ատենապետ, որից հետո ինքն է փորձել ինձ գահանքեցանել։ Հիմա լացուկոցը դրել ասում են չեն օգնում իրան գահանքեցանել։ Բնական է որ ինձ աջակցելու խնդիր չկա։ Այքը պետք է բացատրի, թե ովքեր խելքը կերան աջակցեցին, մի քիչ շիրա տվեցին, որ իմ դեմ դուրս գա, հետո այսպեսի հիմար վիճակում հայտնվի։ Դա մեկ։ Երկրորդ,
Ինչ վերաբերում է 31 միլիոնին, այդպիսի շանտաժով դիմել ասել, եթե ինձ կգրանցեք 31 միլիոնը կարող եք չտալ, ստեղ արդեն որևէ մտահոգության մասին նայետի կոլեկտիվի խոսք անգամ լինել չի կարող։ Իհարկե դա բացահայտ շանտաժ է։ Գրանցեք 31 միլիոնը չեմ ուզում։ Իդեպ մի բան ինձ համար դրական էր այդ ամեն ինչի մեջ, ի վերջո իմացա, որ իմ պաշտոնն արժե 31 միլիոն դոլար։ Բավական հաճելի է, ես միջակայքի կարծիքը չունեի։ Այսինքն դուք անմիջական կապ եք տեսնում հրակատենապետի եւ այդ 31 միլիոն դոլարի գործի միջև։ Բայց ֆաքսի մեջ էր պես գրած։ Ֆաքսի մեջ գրած էր, եթե ինձ գրանցեք, այդ իրար կմոռանանք եւ այդ հարցը առաջ չենք տանի։ Սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է այդ հարցը, ինչ վերաբերում է Նայիրիտի հետ կապված։ Արեթ եղել է ժամանակին ինձ էլ ասել, որ ուզում եմ դիմեմ, երբ որ արդեն ատենապետ է, ինքն էլ դրսի կառույցի փոխատենապետն իր ասել է, որ ուզում եմ դիմեմ դատախազություն, անգամ էլեկտրոնային փոստով էլ ինձ նամակ ուղարկեց, բա արդեն պատրաստ է, հայցը ուզում ուղարկեմ դատախազություն։ Ապրիլի 7-ին էր դա դեռ, ինչի՞ է ստույգ հիշում, որտեվ էլեկտրոնային փոստը նկատեցի իր ուղարկած նամակը։ Հանդիպեցի իր հետ ու բացատրեցի, որ ասի կոպիտ սխալ ես անում։ Դու դա չես ապացուցի, եւ այդտեղ ապացուցողական որևէ փաստաթուղթ քո ձեռքին չկա։ Ես ձեր պարտության համար դատվելու ես։ Որովհետեւ ավելի միամիտ չեմ պատկերացնում, որ մարդ ասի, մեր Գոսբանկը գումարը չի փոխանցել Հայաստան, դա գնացել է չգիտես ուր, եւ այդ չգիտես ուր գնացած գումարից ինչ որ մի մասը յուրացրել է նախկին բանկի կառավարիչ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բանկիր է, այսինքն ինքը կարող է ներկայացնել փաստաթուղթ, որով ապացուցի, որ այդ գումարը իսկապես յուրացրել են, կամ էլ թե չէ այդ գումարից յուրացած գումարից վարչապետը օգտվել է։ Դա առնվազն երեխայական խաղ էր։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, եւ ով ես նայեցի այդ թղթերը, որի մեջ ապացուցողական ոչինչ չկա, հորդորեցի իրան, որ հանկարծ նման բան չանես։ Եթե ուզում ես քաղաքական դաշտում շահարկես, շահարկի, դրանից ավելի սպասելիք չունենաս։ Հենց մտար քրեական դաշտ, դատվելու ես։ Բայց այդ իրան թվաց, թե ես վարչապետին եմ իրանից պաշտպանում։ Չհասկացա, որ իրան էի վարչապետից պաշտպանը, որ բավական է դու հայց ներկայացնես, որ կատարվել է յուրացում, դա չես կարողանալու ապացուցես։ Եվ հետո էլ ասում ես, եթե ես սխալ եմ ասում, թող ինձ դատեն։ Հիմա եթե գործերը չուղարկեին դատախազություն, այդ դեպքում էլ պետք է ասեր, տեսակ վախեցան։ Հիմա ինչքան ուզում է նամակներ գրի, ինչ ուզում է գրի, կաուչուկի գինեն ժամանակ ինչ ա եղել, հիմա ինչ ա, ինչ օրինակներ ուզում է բերի ամբողջ լրատվական դաշտը ողողի։ Մի հարց կա։ Ասել ես 31 միլիոն յուրացրել են, որից վարչապետը մասա ունեցել, ապացուցի։ Չներկայացեցի այդ փաստաթուղթը, զրպարտության համար դատվելու ես։ Շատ ցավալի է ինձ համար։ Ցավալիորեն ասում եմ, մի քանի անգամ զգուշացրել եմ, չանես այդպիսի բան։ Վտանգավոր բան ես անում։ Բավական հետաքրքիր զարգացումներ են փաստորեն 31 միլիոնանոց գործի հետ կապված։ Եվ կարելի է ասել, որ այսքանով խնդիրը փակվեց եւ այլևս որևէ վեճ չկա հրակատենապետության համար, առավել ևս դուք համագումար եք անցկացրել, բայց նույն առումով Հարություն Առաքելյանը կրկին պնդում է, որ ինքն էլ է համագումար անցկացրել եւ կարծես թե այսպես լեգիտիմացնում է իր ատենապետությունը։ Կա նման երկու համագումարի խնդիր եւ որն է ավելի լեգիտիմ։ Այս հարցին պատասխանելով երևի փակենք թեման։ Վերջի համագումարը 20-րդ համագումարը անցեկացել Իրենստան ճաշասենյակում։ Հեչ չէի ցանկանա, որ ինքը այդ աշճանի գլորվեր։ Անկեղծորեն ցավում եմ, վերջը մարդու հետ աշխատել ենք, չէ։ Բնական է, որ աբսուրդ փաստաթուղթ է, որը ներկայացել է միայն նրա համար, որ մերժեն, հետո ասի տեսակ մերժեցի։ Ոչ ավելի։ Ինքը արդեն, երբ որ կուսակցությունը ինձ հանձնում էր, արդեն հայտնվել էր քաղաքական ու անձնական մեկուսացման մեջ։ Իդեպ ես սպասել եմ այնքան, մինչև ինքը համոզվել, որ քաղաքական դաշտում այլևս ինքը որևէ գործընկեր չի գտնի, նոր ինձ համոզել, որ ես դառնամ ատենապետ։ Այնքան եմ ձգել, մինչև ինքը համոզվի եւ խոստովանի, որ ուրիշ տարբերակ չունի։ Որտեղ միշտ ասում էր, այ չեմ ուզում ուրիշին դիմեմ, քեզ եմ դիմում, ասում եմ չդիմի։ Բոլորին դիմի, որ համոզվես, ձեռքերդ բարձրացրած գաս, ասես այլևս տարբերակ չունեմ։ Այդպես ձեռքերը բարձրացած կուսակցությունը հանձնել է։ Որից հետո հիմա առավել ևս գնաց մեկուսա։ Դուք պատկերացեք անձնական խոսակցությունները, եթե մարդը մամուլում տպում է, դրանից հետո
ով իրան որպես գործընկեր կընդունի։ Անկամ այն լրատվամիջոցները, ովքեր այս կամ այն քաղաքական ուժի շահերն էին սպասարկում, իրենց համար շատ ձեռնտու էր իշխանությանը քննադատել Հարություն Առաքելյանի ասածով, բայց այնպեսի մի աբսուրդ ձևակերպում արեց, ասեց, եթե ինձ գրանցեն, այդ փողերը պետք չի։ Որ արդեն որևէ մեկը չի կարող դա օգտագործել։ Անկամ չի կարող որպես քաղաքական հալածյալ իրան օգտագործել, որովհետև գնաց հրապարակային աճուրդ։ Այսինքն այլևս ինքը որևէ ձևով նույնիսկ շահերի վրա խաղալ չի կարող։ Որ ասի ես մեկին ձեռք կտա, որ ես վարչապետին քննադատում եմ կամ ես մեկի շահերից կբխի։ Պարզապես հետագա անելիքը ինչ էր որ ուզում է անի, նույնիսկ ինձ հետաքրքիր չի։ Եթե նկատած կլինեք այս ամիսների ընթացքում ես շատ пассив եմ եղել պատասխանելու հարցում, թե ինչ հակատարվում, ով է ատենապետ, հայտարարություններ տարածեն, մամուլ ուղարկեն, ինքան пассив եմ եղել, որովհետև մտածել եմ որ ամեն ինչ կգա իր տեղը կգնի, խնդրեմ չկա։ Շնորհակալություն, պարոն Անտոնյան, հիմա անդրադառնանք այլ թեմաների, երևի ներքաղաքական իրավիճակից սկսենք, ինչ է կատարվում Հայաստանում եւ արդյոք կարելի է ասել, որ հիմա մենք կանգնած ենք, ինչպես Սերժ Սարգսյանն էր պնդում, նոր սկիզբ է սկսվում մեզ համար։ Նախ գնահատենք նոր իրողությունը, որն էր դա։ Մշտապես առիթ եղել է, այստեղ ենք խոսել, որ այն բարեփոխումները, որ մենք կուզենայինք մեր պետությունում կատարվեր, իհարկե մեզ դուրս չի եկել այդ տեմպերը, այն կադրային քաղաքականությունը, այն փոփոխությունները, այն ինչ որ մարդիկ ակնկալում են, չէ, ասում են լավ, ի վերջո իշխանություն ես, քայլեր արա, մենք տեսնենք, եւ տեսնենք, որ գոնե քայլ առ քայլ առաջ ենք գնում, չէ։ Բայց ինչ կատարվեց։ Ընդդիմությունը իդեմս Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարած միակ ընդդիմությունը ես եմ, հարթակը զբաղացրել եմ ես, ովքեր որ դեմ են իմ կողմից վարվող քաղաքականությանը, իշխանության պատվերն են կատարում, այդպես էլ նորմալ կոնստրուկտիվ ընդդիմություն չձևավորվեց, հա, հարթակի ընդդիմությունն ի վերջո տեսնում ենք, որ մերցրեց նաև արաբական ալիքը, արդյունքում ինքը այս ամբողջը ծառայացրեց Սերժ Սարգսյանի շահերին։ Թե հիմա ինչ կհայտարարի, հրաժարական կպահանջի, թե չի պահանջի։ Փաստ է, չէ, ինչքան ենք ասել, որ գնում ենք հերթական ընտրության։ Հիմա ով չի տեսնում, որ գնում ենք հերթական ընտրության։ Այսինքն սա ընդհանրապես Սերժ Սարգսյանի խաղը խաղալ էր։ Երկրորդ, այդքան մարդիկ դժգոհում էին տեմպից, իշխանության կողմից վարվող եւ բնական բանա մասնավորապես նաեւ նախագահի։ Բայց այսօր քաղաքական օրակարգը ձևավորում է Սերժ Սարգսյանը եւ իշխող կուսակցություն, հանրապետական կուսակցությունը։ Որովհետև բոլորը սպասում են, թե ինչ է հանրապետականի խորհուրդը որոշելու։ Բոլորը սպասում են, թե ինչ քաղաքականություն է վարելու Սերժ Սարգսյանը։ Իրենք էլ իրենց համագումարը տեղափոխեցին ավելի ուշ, այսինքն իշխանական դաշտում օրակարգը ձևավորեց Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր դաշտում օրակարգը ձևավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ձեռնտու է Սերժ Սարգսյանին։ Այս ունենք, այն ինչ ունենք։ Պարոն Անտոնյան, իշխանական բուրգում ամեն ինչ նորմալ է, շատ են խոսում այն մասին, որ քաղաքական վերջին վերադասավորումները արդյունք էին այն բանի, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ բաների զգուշանալով, իշխանական բուրգի մոնոլիտությունը վերականգնելու համար իրականացրեց այս փոփոխությունները եւ փորձում է վերարտադրվել 2012 թվականին բնականաբար։ Խնդիրը սա։ Առանց խոչընդոտների։ Էլի առիթ ա եղել հիշացնեմ, որ այստեղ ենք խոսում։ Կա այսպիսի խնդիր։ Դարձել ես նախագահ, երկրորդ նախագահը ցույց է տվել, որ ինքը որոշակի հավակնություններ ունի։ Երկու ձև կա։ Մի թիմ եք եղել եւ այդ թիմը իշխանական, երկուսի համար հավասարապես նորմալ աշխատել է կամ պայմանավորվեք իշխանությունը կիսեք, կամ Սերժ Սարգսյանը պետք է քայլեր անի ապացուցելու, որ ինքը ինքնուրույն խաղացող է։ Դուս պետք է գաս տվերից։ Ես կարծում եմ, որ այդ քայլերը, որով որ ապացուցել, որ ինքը ինքնուրույն քայլեր է անում, շատ ավելի շուտ պետք է աներ։ Այսօր անում, ինքը այդպես է տեմպը գնահատում։ Իմ գնահատմամբ դա պետք է շատ ավելի շուտ լիներ, որովհետև իշխանական բուրգի մեջ անհանգստություններ կար։ Իշխանական բուրգի մեջ տագնապ կար։ Դուք չեք պատկերացնում մարդկանց հետ որտեղ հանդիպում ենք, ծնունդ կլինի, հարսանիք կլինի, մի կողմ էինք անջում ասում ինչ է մեր մոտ կատարվում։ Անհանգստություն ունեին մարդիկ, մարդիկ պետք է իմանային, որ այո, նախագահը տիրապետում է իշխանությանը։ Եվ նա այդ քայլերը որ արեց այսօր, բոլորը միանգամից հասկացան, որ նույնիսկ եթե իշխանության ներսում ինքը փոփոխություններ էր անում, այլևս հասկացան, որ ինքը տիրապետում է իշխանությանը, դա պետք է աներ ավելի շուտ։ Այսինքն իշխանական բուրգում կային տարակարծություններ, որը կարող էր հետագայում հանգեցնել իշխանական բուրգի փլուզմանը եւ կանխեց Սերժ Սարգսյանը բուրգի փլուզումը այս վերադասավորումներով։ Ակնհայտ դարձրեց բոլորի համար, որ իշխանության մեջ որևէ պարտադրանքով երկրորդ նախագահը գալ չի կարող։ Որովհետեւ
հոտ մենք չենք մտածում, ότι երկրորդ նախագահը ցանկանա վերադառնալ, պետք է միտինգ անի, ասի Սերժիկ հեռացիր։ Իհարկե բնական է գիտենք դա այդպես չի։ Իսկ ինքը պետք է կարողանար Սերժ Սարգսյանին պարտադրել իր գոյությունը, բայց այդ գոյությունը պարտադրելը ոչ մի թիմով պետք է լիներ։ Այդ թիմի մեջ կային մարդիկ, որոնք ասոցացվում էին, ինքը դրանց հանեց աշխատանքից եւ սիրահոժար երկրի երկրորդ դեմքը գնաց համաձայնվեց գնալ շտաբի պետ, բոլորին ցույց տալով, որ ինքը որևէ խաղ չի խաղալ, պատրաստ է գնալ ծառայել եւ այդ դրա արդյունքում ապացուցել իր նվիրվածությունը, հետո էլ վաստակել իր հետագա աշխատանքը։ Այսինքն ինքը խաղեր չի տալու։ Այսինքն այս ամեն ինչը ընդհանրապես ես ասեմ ձեզ անկեղծորեն, եթե Ռոբերտ Քոչյանը իսկապես հավակնություններ ուներ վերադառնալու, իր շանսը փետրվար ամիսն էր։ Ինչու փետրվար, պարոն Անդրեան։ Կոնկրետ դա երկու բանից էր կախված։ Մեկը փետրվարի 16-ի համագումարից Բարգավաճ Հայաստանի, թեպետ 16-ին չստորագրեց, 17-ին հայտարարությունը ստորագրվեց։ Մեկը մինչև նա որ ստորագրի թե չէ Գագիկ Ծառուկյանը, եւ երկրորդը ստորագրելուց հետո քաղաքական թիմի ձևավորման, նրանք ովքեր դեմ էին իշխանությանը եւ նրանք ովքեր դեմ էին արմատական ընդդիմության քայլերին, հսկայական զանգված կար եւ քաղաքական գործիչների եւ հասարակության։ Դրանց հետ կապված աշխատանք էր պետք տանել։ Այդ պահին, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչյանը մտածեց, որ հիմա քայլ չանեմ արաբական ակտիվությունից կարող է տան առաջանա, եւ ինքը սպասեց դեպքերը զարգանա։ Այդ դեպքերը զարգացավ այնպես, որ ես հիմա զուտ փորձագիտական կարծիք եմ ասում, այդ շանսը անցած է։ Եվ այս պարագայում կարծես թե Սերժ Սարգսյանի վերարտադրությունը դառնում է տեխնիկայի հարց։ Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչյանը ցանկությունն է իր դեմքով կամ իր թիմի որևէ թիմով ցանկանա քաղաքականության մեջ ակտիվությունը միայն ողջունելի է։ Բայց այդքան փորձ կա, այդքան մարդիկ կա, ռեսուրս կա, իհարկե պետք է լինի։ Պարտադիր նույնիսկ պետք է լինի։ Իհարկե դրա հնարավորությունը կա, բայց ասել, որ եթե ակտիվանա որևէ թիմ, դա նշանակում է մեխանիկորեն, որ ինքը գալու է, մյուս խալը մի անգամ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ որ ասում եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվանա, ուրեմն նախագահը դառնալու։ Այն ժամանակ էլ ես ասացի, որ հարգելի ներս Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ քայլեր չի անում, շանսը բաց է թողում։ Ասում են, ինչ ես ասում, բան դու տես իշխանության ջրաղացին ես ջուր դստում։ Հիմա տեսանք չէ, հույն դստած ջրով չէր, որ այս ինչ որ կատարվեց։ Հույն մասելով չէր որ կատարվեց, բայց կյանքը ցույց տվեց, որ քաղաքական գործչի համար կա աստեղային պահ։ Եվ ինչպես ընդունված է ասել, սակրավորը սխալվում է մեկ անգամ։ Քաղաքական գործիչը քաղաքական դաշտի սակրավոր է։ Մի անգամ շանսը բաց թողելն էլ է սխալ։ Ես կարծում եմ, որ այդ շանսը Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ գալու եւ ինքը չհասկացավ այդ պահը։ Փորձեցին բացատրել, բայց չընդունեցին։ Հիմա նույնը կարծում եմ, որ ավելին սпасել Ռոբերտ Քոչյանի ակտիվությունից, քան զուտ այն, որ քաղաքական դաշտում որոշակի գաղափարներ, ծրագրեր առաջ կգան, որոշակի թիմեր կլինեն, որոնք այդ մասին կխոսեն, ավելին սпасելը կարծում եմ անիմաստ է։ Եթե քաղաքական Հայաստանում հիմնականում հետեւյալ կերպ են ասոցացնում, եթե մեկը հայտ է ներկայացնում, որոշակի ֆինանսական, վարչական եւ այլ ռեսուրսներ տիրապետող, ուրեմն պետք է իշխանություն վերցնի։ Միանձնյա։ Եթե չի վերցնում, ապա այդ կուսակցությանը կամ այդ անձին սկսում են շատ անլուրջ վերաբերվել։ Դե ուրեմն ես իմ գնահատականն եմ ասում, կարծում եմ, որ նախագահի հայտի շանսը անցած է։ Այդքան։ Շնորհակալություն, պարոն Անդրեան։ Խոսեցիք արաբական հեղափոխությունների մասին, բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում գրեթե Հայաստանի սահմանների մոտ, մասնավորապես Սիրիայում, արդեն խոսում են նաև Իրանի մասին, մասնավորապես Միացյալ Նահանգները հորդորում է իրանական ընդդիմությանը որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Ինչ է կատարվում տարածաշրջանում։ Սա արաբական գարնան այսպես աստիճանաբար մոտեցում է մեր սահմաններին, թե խնդիրը բոլորովին այլ տեղում է։ Արաբական զարգացումներին չանդրադառնա, որովհետև արաբական ալիքը Հայաստան չմտավ։ Այնպես որ մեզ համար սիրիական է առել։ Այսինքն մեզ համար դա այլևս հետաքրքիր չի։ Խոսենք արաբական զարգացումը, որ եթե կմտնի Իրան։ Այդ դա մեզ հետաքրքիր է։ Ինչով։ Որտեղ մեր հարավային հարևանն է եւ դա մեզ համար կատաստրոֆիկ կլինի, եթե Իրանից դեպքեր զարգանա, որ կետային հարվածացնեն, առիթ ունեցեն այդ մասին խոսել ենք։ Հիմա ոնց որ տեսնում ենք, դա ավելի ակտիվանում։ Նաեւ ուրիշ հարցի ուշադրություն դարձնենք, ոնց որ թե պասիվացել էր այն հրթիռների հարցը Եվրոպայում տեղակայվող հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք պետք է դրվեն, ինչ որ մի պահ պասիվացել էին եւ Ռուսաստանի հետ ոնց որ թե նորմալ հարաբերություն էր Միացյալ Նահանգներ, բայց հիմա ավելի ակտիվացրեցին եւ ասեն Ռուսաստանի, որ դա քո դեմ չի ուղղված, դա ուղղված է Իրանի դեմ, որովհետեւ Իրանն էր հիմա հոխորտում արևմուտքին, արևմուտքն պատասխան հարվածացնեն եւ ինչպես տեսնում եք շատ հզոր պետությունների ղեկավարներն են խոսում, որ չի բացառում Իրանին հարվածելու հարցը։ Հրթիռները պատրաստում է եւ այլ եւ այլ։ Այսինքն ինչ է դա ստացվում։ Ստացվում է այնպես, որ
դա ուղղակիորեն առնչվելու է Հայաստանը։ Հիմա դա եւ կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Շատ են, նաեւ այստեղ ենք խոսել, որ հայ-թուրքական հարաբերությունները զուտ չէր վերաբերում հայ-թուրքականին։ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը նա էր, որ եթե Իրանին հարվածի, Իրանի սահմանը Հայաստանի հետ փակվի, մենք սահման ունենք Թուրքիայի հետ։ Թուրքիան էլ ասում է, դե եթե այդ հարցը ուզում ես լուծես, Ղարաբաղի հարցը լուծի, որ ես համաձայնվեմ։ Ղարաբաղի հարցը լուծելն էլ Ամերիկային ձեռնտու, որովհետեւ եթե այդ հարցը կլուծի, զորքերը կհայտնվեն Արաքսի ափին, Իրանի հյուսիսում, որովհետեւ չէ որ նա չի վստահի, որ այդ սահմանը պահի, չճանաչված պետության զորքը, այսինքն Ղարաբաղի, իր համար դա անհասկանալի է։ Այսինքն երկու խնդիր կա Ղարաբաղի հարցը լուծելու, կամ պետք է ասեն, այս փաստաթուղթը ստորագրեք, որի գարանտ կանգնելու համար զորք մտցնենք, փաստաթուղթը միջազգային երաշխիք տանք, կամ արագ մի հատ կռիվ սկսեք, շատ կարճատև պատերազմ, մենք մտնենք եւ խաղաղություն պարտադրենք կողմերի։ Այսինքն ուզենք թե չուզենք, հայ-թուրքական սահմանի բացման հարցը մենք չենք կապելու, մենք դեմ ենք կապելու է Ղարաբաղի հետ, դե Թուրքիան է կապում։ Մենք էլ հիմա չենք ստորագրում, բնական բանա չենք ստորագրում, բայց այդ թուղթը շատ դեպքերում հարցնում, իսկ ինչու պարլամենտից չեն վերցնում։ Դրա օրը գալու է, բայց դա կապ չունի մեր հետ։ Դա գալու է մի դեպքում Իրանի հետ կապված։ Շնորհակալություն, այժմ գովազդից հետո շարունակենք։ Նոեմի ապրանքանիշը ներկայացնում է Օջար Նոեմի Հարմանի։ Քայլ առաջ դեպի ներդաշնակության քո աշխարհը։ Մեղրաբույր օջար մեղվակաթի բնական հավելումներով։ Ալպյան ծաղիկների, բուրմունքի եւ նեկտարի ներդաշնակ փունջ ամփոփված մեկ տուփի մեջ։ Նոեմի Հարմանի բրիտանական տեխնոլոգիայով ստացված անթերի որակ։ Այսուհետ գնելով Imprathei դուք կարող եք շահել բջջային հեռախոս, բլենդեր, փչվող լողավազան եւ ուշադրություն, ուղևորություն երկու անձի համար դեպի Impraի հայրենիք Շրի Լանկա։ Եվ այսպես, որակյալ թե եւ արժեքավոր շահումներ։ Մաղթում ենք հաջողություն։ Impra ավելին քան երբևէ։ Նոր թարմությամբ շնչող օջար Նոեմի դասական։ Մնայուն բարձր որակ եւ թևածող հաճելի բուրմունք։ Համալիր խնամքի լավագույն տարբերակը նրբագեղ մաշկի համար։ Զգացեք թարմության շունչը եւ կենսական դիցքերի արդյունավետությունը։ Նոեմի դասական։ Արտադրված է Գյումրիում։ Բացարձակ արդյունք գնահատված է միջազգային փորձագետների կողմից։ Բրենդային օճառ Նոեմի արտադրված է Գյումրիում։ Շահումյան 137 հասցեում գործող ապակիների մասնագիտացված վաճառատունը իր գնորդին է ներկայանում աննախադեպ տեսականիով։ Թափանցիկ ու անթափանց ապակիներ ու հայելիներ ներկրված հանրահայտ ընկերություններից, ապակե երկշերտ ու եռաշերտ փաթեթներ, ինչպես նաև ապակե սեղանների, հեռուստացույցի տակդիրների, պահարանների պատրաստում եւ վաճառ, ուշադրություն, եզակի ծառայություն Շիրակի մարզում։ Այստեղ ուլտրամանուշակագույն լամպի միջոցով հնարավոր է ապակին կպցնել ցանկացած նյութի։ Գնահատեք եւ վայելեք լավագույնը։ Նոեմի ապրանքանիշը ներկայացնում է Նոեմի էքսկլյուզիվ եթերային թարմություն, սնուցող հատուկ միջոցների եւ ծիթապտղի յուղի համադրությամբ, նրբանկատ մոտեցում, խնամված մաշկի եւ արտաքին տեսքի առավելություն ընդգծելու համար։ Նոեմի էքսկլյուզիվ արտադրված է Գյումրիում։ Հարգելի հեռուստատիտողներ, շարունակում ենք զրույցը Էդվարդ Անտոնիոնի հետ։ Պարոն Անտոնիոն, շարունակենք իրանական թեման։ Փաստորեն դուք կանխատեսում եք, որ շատ մոտ ապագայում շատ մեծ հավանականություն կա, որ հայ-թուրքական արձանագրությունները կարող են ակտիվ քաղաքական օրակարգ մտնել եւ ինչ որ ժամանակ մենք ունենանք արդեն վավերացված արձանագրություններ։ Մի դեպքում
Եթե Միացյալ Նահանգները կամ ավելի ճիշտ Իսրայելը, եթե գետային հարված հասցնի կամ Միացյալ Նահանգները, բա մենք համարենք մի թիմ, այդ դեպքում այսպես թե այնպես այդ խնդիրն առաջանալու է։ Այսինքն հենց Իրանին հարվածեցին, սահմանը բացվելու է Թուրքիայի։ Հենց Իրանին հարվածեցին, Թուրքիայի մտիասի վավերած, շուկտիասի չեն վավերացնում, Ղարաբաղի հարցը լուծեք, Ղարաբաղի հարցն էլ բխում Միացյալ Նահանգների շահից։ Հիմա տեսեք, ինչի Միացյալ Նահանգները կոշտացրեց իր դիրքը Ռուսաստանի հետ հետեւս հակահարթերայինի հետ կապված, որ նա Ռուսաստանին համոզում է, ասում է քո շահերից էլ է բխում, Իրանին հարվածենք, արի պայմանավորվենք։ Եթե այդ երկու երկրները պայմանավորեցին, ոչ միայն Իրանի հարցում են պայմանավորվելու, այլ այլ Ղարաբաղի հարցում են պայմանավորվելու։ Իսկ եթե Ռուսաստանի հետ այնուամենայնիվ չեն պայմանավորվում, դե ասում է դե որ այդպես է, դու լավ գործընկեր չես, ես կհարվածեմ, քո ասածին բանի տեղ չեմ դնի, ոնց որ մեկ ուրիշներին է հարվածել։ Այսինքն Միացյալ Նահանգները ստիպում է Ռուսաստանը կամ ընդունի, որ երկուսով մեկ քաղաքականություն են իրականացնելու տարածաշրջանում, որը բխի նաև Ռուսաստանի շահերից, որ ասում է դե չես ուզում հակահարթերայինը դնեմ, դե օգտի չեզոքացնեմ Իրանի վտանգը հենց օրորոցում։ Իսկ եթե չես համաձայնվի, ուրեմն մի էլ ասի մի հարվածի։ Այսինքն սա է հարցը։ Եթե այդ հարցը իսկապես սրվեց, իդեպ ասեմ, մենք դե Աստված կանչենք, որ այդ հարցը չլինի, Իրանին չհարվածեն։ Հանկարծ մեկի մտքով չանցնի, որ որևէ դեպքում ի զարգացում էլ ունենա, մենք դրանից կարող ենք շահած դուրս գալ։ Հետագայում կարող է նորմալ հարևան ունենանք, որը որ խնդիրներ չունենա աշխարհի հետ, մեզ համար ավելի լավ լինի, բայց այդ հետագային դեպքի հասնենք, չէ։ Այսինքն Իրանի հարվածը մեր համար կարող է կատաստրոֆիկ հետևանքներ։ Այնքան Իրանի համար չի կատաստրոֆիկ լինի, մեծ երկիր է, ինչքան մեզ համար։ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի խաղաղության իմաստով։ Եվս մեկ թեմայի մասին, որը արդեն սկսել են քննարկել եւ արդեն Հայաստանում շատերը սկսել են մտածել Եվրամիություն թե Եվրասիական միություն։ Խոսքը բնականաբար Եվրասիական միության մասին հռչակագրի ստորագրումներ Ռուսաստանում եւ շատ գործիչներ քաղաքական պնդում են, որ մենք իհարկե պետք է միանանք Եվրասիական միությանը եւ սա միակ տարբերակն է Հայաստանի այսպես նորմալ ապակա ապահովելու համար։ Ձեր կարծիքով մենք տեղ ունենք Եվրասիական միությունում։ Եվրասիական միության գաղափարը իմիտեւ վատ գաղափար չի։ Խորհրդային միությունը նույն մաքսային խնդիրները լուծված էր, նույն գումարներ շրջանառության մեջ դրված։ Խորհրդային միությունը ոչ կենսունա գտնվեց, գիտենք ինչ պատճառը, շուկայական հարաբերություն չկար, ժողովրդավարություն չկար եւ այլ եւ այլ։ Բայց այդ մոդելը, որը որ շատ արդյունավետ գործում է Եվրամիությունում, ի վերջո դա վերցրած է խորհրդային միությունը։ Եթե խորհրդային միությունը փլվեց, չբարեփոխվեց, փլվելու գնով անգամ չբարեփոխվեց, եւ հիմա այսօր նոր առաջացել է Ռուսաստանը արդեն ուշքի է եկել այս 20 տարի հետո ի վերջո իր մեջ ուժատեսնում, որ կարելի է նաեւ վերադառնալ այդ թեմային։ Ռուսաստանի տեսանկյունից ողջունելի է, Ղազախստանի տեսանկյունից նույնպես։ Էմես ինչով է խանգարում դա։ Ինչ եթե մի հատ արդյունավետ գործող համակարգ լիներ, դա մեզ համար վատ է, որ մենք մասնակցենք դրա։ Դե այդտեղ տրամաբանությունը բայց մի խնդիր կա։ Առաջին, մենք եթե խոսում ենք սահմանի մասին, մենք նրանց սահման չունենք։ Սահման չունենք նաև Եվրոմիության հետ, բայց մենք գիտենք, որ սահման ունենալու ենք Վրաստանով։ Երբ որ մենք խոսում ենք այդ ամեն ինչի մասին, որ պետք է անենք այնպես, որ Վրաստանի հետ համահունչ քայլեր անենք, բարեփոխում գնանք դեպի արևմտյան ուղղությամբ գնանք, որպեսզի չուշանանք, եթե մեր հյուսիսային հարևանը դառնա Եվրամիության անդամ, ու մենք չուշանանք կամ մանավանդ նման հավակնություններ ունի Թուրքիան։ Մենք հիմա եթե այսօր խոսենք եվրոասիական ինտեգրացիայի մասին, իհարկե կարելի է այդ հարաբերությունները նորմալ պահել, ինչը Ռուսաստանի հետ չենք պահում, մինչև ուղիղ ենքան, մինչև ճամփաբաժան, մինչև այդ երկուսը իրար չեն հակասում։ Իսկ քանի դեռ եվրոասիական այդ միությունը չի ձևակերպել ինչ կառույց է, ինչ պետություններ են, ինչ խնդիրներ են դնում, ինչ ձևով են, դա շատ հեղեղուկ վիճակում է։ Այսինքն հետևյալ կերպ շատերը դա անցալում են որպես խորհրդային միության վերականգնման փորձեր։ Ռուսաստանի դոմինանտությամբ, գրեթե նույն կարգելով հաշվի առնելով, ասենք Ռուսաստանի քաղաքական էլիտայի դիրքորոշումը դեմոկրատական արժեքների նկատմամբ եւ այլն եւ այլն։ Հիմա ասում են մենք զիջում ենք մեր անկախությունը, ասենք երկրորդ խորհրդային միությանը, թե ոչ։ Նման խնդիր դրված է մեր առաջ։ Նախ խորհրդային միության վերականգնել այլևս բացառվում է այն թեկուզ այն տեսքով, որ այդ մասին խոսվում է, դա առաջին։ Երկրորդ, մենք մեր անկախությունը ավելի շատ զիջում ենք, երբ որ ռազմավարական օբյեկտները տալիս ենք Ռուսաստանին։ Եվ երրորդ, Եվրասիական միությունը այնքան դեռ հեղեղուկ, դա ընդհանրապես գաղափարի մակարդակով է, որ նրան միավորվելու ողջունելը միայն կարող է լինել սիրողական մակարդակով։ Պրոֆեսիոնալ մակարդակով քննարկել, վերլուծական մակարդակով քննարկել այդ միությանը միանալու խնդիր, կարծում եմ լուրջ չի։
Ընդհանրապես կարելի է այդ բտադրությունը, որ առաջացել է Վլադիմիր Պուտինի մոտ, այստեղ էլ մարդիկ ելեն ասեն դե ված չի, լավ տարեք տեսնենք ինչ է ստացվում։ Ոչ ավելին։ Մենք պետք է հետևողականորեն մեր քայլերը տանենք արևմտյան ժողովրդավարության ուղղությամբ, անկախ նրանից կդառնանք Եվրամիության անդամ թե չէ, բայց այդ ստանդարտներին մենք պետք է մշտապես մոտենանք։ Դա մեզ համար պետք է լինի ուղեցույց։ Այդ ուղղությամբ պետք է գնանք, եթե որևէ գործընկերություն կլինի արևելքում, որևէ ընկերություն կլինի Եվրասիական ինչ-որ միության շրջանակներում, մենք ոչ մի խնդիր չկա։ Այսինքն մենք մեզ պատրաստ ենք որպես այսպես լավ գործընկեր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված, հետո արդեն կորոշենք Եվրամիություն թե Եվրասիական միություն։ Որովհետև եթե դու որոշակի ձևով կարողանում ես այդ խնդիրը լուծես եւ դառնում ես գործոն, դու ինքդ ես որոշում կայացնում եւ տեսնում ես, որ այնտեղ դեռ ոչինչ չկա, մի հատ հում գաղափար է, այսինքն այնտեղ չես ձգտի դրան։ Միայն այն դեպքում այն մարդիկ են ոգևորվել, որ ասում են գնանք միանանք, որոնք իսկապես պատկերացնում են խորհրդային միությունը վերականգնվում է։ Ասում են ասեցին դե գնանք միանանք, որտեղ իրանց համար ընդհանրապես մի հատ տուղ ստորագրել է, որ վաղվանից մենք այդ միության մեջ ենք։ Եթե մենք խոսում ենք ինտեգրացիոն գործընթացի մասին, եւ մենք խոսում ենք մի ամբողջ փաթեթի մասին, քաղաքական, իրավական, անվտանգություն եւ այլ, եթե այդ ամբողջը մի հատ նայեք, կհասկանաք, որ եվրոասիական ինտեգրացիայի մասին խոսելը կամ միության մեջ մտնելը այսօրվա հաստատ այսօրվա օրակարգի հարց չի։ Բարձր։ Իսկ մենք ինչքանով ենք պատրաստված այս կամ այն միությանը միանալու։ Այսինքն մեր համար հիմա ներկայիս կարգավիճակով որ միությունը ավելի հարմար կլիներ եւ ավելի արդյունավետ, ինչ տիպի միություն։ Իհարկե մեզ համար Եվրոմիությունը դա իդեալական տարբերակ կլիներ, որտեղ մենք փոքր պետություն ենք։ Նման վիճակով պարոն։ Մենք փոքր պետություն ենք եւ մեզ համար շատ կարեւոր կլիներ, որ մենք մի հատ ընդհանուր մեծ տիրույթի մեջ լինենք։ Իդեպ երբ որ մենք ընդհանուր մեծ տիրույթի մեջ էինք, նույնիսկ ոչ կենսունակ տոտալիտար խորհրդային միությունը, մենք մեզ ված չէինք զգում։ Այդ ընդհանուրի մեջ մենք կարողանում ենք հայկական շուրջտրությունը հնարավորություն տալիս է լավ ձևը գտնել։ Եվրամիությունը մեր կգտնենք։ Մեր նորմատիվները չի համապատասխանում, որ մենք լինենք առաջին եւ երկրորդ։ Իրանք մեզ այս ձևով ոչ միայն չեն ընդունի, մեր հասարակությունները դրան պատրաստ չի։ Եվ վերջո մեր առաջ ունենք Վրաստան։ Քանի Վրաստանը չի մտել, դրա մասին խոսելն անիմաստ է։ Մենք պարզապես մեր քայլերը պետք է այնպես անենք, հետ չընկնենք։ 7 տարի, 8 տարի խոսում էինք, որ Վրաստանից հետ չընկնենք, հիմա սկսեցին Վրաստանին ամեն օր տարբեր հարցերով օրինակ բերել։ Չէ՞ որ մենք կարող էինք այդ ամեն ինչը այն ժամանակ հետևողականորեն անել, հո Վրաստանը չմտավ Եվրամիություն, բայց ուղղակի ավելի հետևողական քայլեր արեց այդ ուղղությամբ։ Մենք էլ պետք է համահունչ քայլեր անենք, առավել եւս, որը խնդիրները, որը Վրաստանի առաջ կան, հաստատ մեր առաջ չկա։ Ես նկատեմ տերիտորիալ, էթնիկ հազարումի հարցեր։ Եվ թերևս վերջի հարցը, պարոն Անտոնյան, մենք ավարտում ենք, ինչն է մեզ խանգարում բարեփոխումներ անելու։ Իշխանությունը չի ուզում, հասարակությունը չի պարտադրում, չգիտեմ, ընդհանրապես ցանկություն չկա բարեփոխումներ անելու, եւ այսպես ապրելը շատ ավելի լավ է։ Իշխանությունը կգնա բարեփոխման, եթե իշխանությունը նաեւ ցանկություն ունի վերարտադրվելու, դու խնդիր չդնես, որ հիմա գալու եմ, մորթեմ, սպանեմ, գնդակահարեմ։ Նա էլ ասում է, դե հիմա բերեք ամրոցը սարքենք, թույլ չտանք, որ դուք գաք։ Ամբողջ ռեսուրսը ծախսում են իշխանությունը պահելու համար։ Եթե ընդդիմությունը թողնեին, որ գոնե գաղափարական ընդդիմություն ձևավորվեր, որը չստացվեց ինչպես տեսնում ենք, որի դեպքում մարդկանց ասեին, բարեփոխումը սա է, հասարակությունը պարտադրեր այդ բարեփոխումը, անընդհատ մենք լսեինք, լավը որն է, մենք անընդհատ լսում ենք, սա մոնղոլ թաթար է, մյուսը էսա, մյուսը, այդպես էլ մեր հասարակությանը մենք չտվեցինք, որ ճիշտ ճանապարհը սա է, մենք էլ ժողովուրդն էլ ասել, այ իշխանություն, ոնց որ թե քեզանից բան չի գնեմ, ինչ ես բարեփոխվում։ Այսինքն պետք է ցանկացած իշխանություն ով էլ լիներ, այդ իշխանությունը իմանար, որ բարեփոխումը իրան ձեռնտու է։ Եվ ժողովուրդն էլ մշտապես ցանկացած բնագծի համար կռիվ տար, ցանկացած իրավունքների ոտնահարման համար կռիվ տար։ Սա ինչ կատարվեց մեր մոտ։ Ասեցին մոնղոլ թաթարեն, էսեն, հիմա էլ ասում են մենք մաքսիմալիստ չենք, դե որ չի ստացվում իրանց հեռացնենք, դե չեն հեռացնում, չեն հեռանում։ Հիմա էլ խոսում են նրա մասին, որ կգնան խորհրդարան, impeachment կանեն, ենթադրենք չի լինի։ Ինչի սահմանադրությունը նոր չեն նայել։ Չեն նայել, որ եթե նույնիսկ տեսականորեն համարեն, որ ազգային ժողովը նման բանի կհասնի, որ այդ հարցը ձևակերպի, արդեն նոր սահմանադրությամբ սահմանադրական դատարան եթե բացական եզրակացություն տա, երկրորդ մասը չես կարող շարունակել։ Այդ առաջի սահմանադրության մեջ 95 թվականի, որ անկախ նրանից ինչ կարծիք կհայտնի, դու կարող այս գործընթացը շարունակել։ Գիտենք, որ դա հեքիաթ է, չէ՞։ Բայց չենք մարդկանց նորից խաբում։ Լավ, քաղաքական օրակարգը, Հայաստանի օրակարգը կոնգրեսով չի որոշում, պարոն Անտոնյան։ Այսինքն չկան կողքից ուժեր, որոնք կարող են ինչ-որ բան պարտադրել բարեփոխումների իմաստով։ Ցավալիորեն երեք նախագահի հետ երանգյունից դուրս չենք։ Հենց այդ մասին գիտենք, որ տենց էլ լինելու է։
Առիթ տեղի դա էլի խոսել ենք այդ մասին, որ այդ 3 նախագահը, որոնք ունեն վարչական ռեսուրս, մարդկային ռեսուրս եւ նյութական ռեսուրս, ամեն մեկը տարբեր ձևերի ռեսուրսներ ունեն, այդ ռեսուրսից դուրս 4-րդ ուժ այդ որպես այդպեսին չառաջացավ։ Կլինեն 4-րդ ուժեր, կլինեն կառույցներ, բայց միևնույն է լուրջ դերակատարություն, ազդեցիկ դերակատարություն քաղաքական դաշտում չլինի։ Բայց միևնույն է դա պետք է լինի եւ մեկ է պետք է իմանանք մի բան, ինչ ուզում է կատարվի 2013 թվականին 3 նախագահից 2-ը հեռանալու են, օբյեկտիվորեն։ Գոնե դա կլինի շատ։ 3-ը չի ստացվի։ Միևնույն է 2013-ից հետո 3-ից մեկն է մնալու քաղաքական դաշտում։ Այն 2-ը անելիք որպես այդպեսին չեն մնա, որտեղ այդ 2-ից ոչ մեկը 2018-ի համար կռիվ չի տալու 2013-ից հետո։ Այսինքն 2013 թվականին բացվում են նոր հեռանկարներ Հայաստանի։ Այո, դրանից շուտ պետք է պարզապես նախապատրաստական աշխատանքներ անել, որ գոնե չուշանալ 13-ից հետոյի համար։ Շնորհակալություն, պարոն Անտոնյան, մեր ժամանակը սպառվեց։ Արգել հեռուստատիտողներ, հիշեցնեմ, որ այսօր հյուրընկալել էինք Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդվարդ Անտոնյանին։ Ստեսություն եւ ամենայն բարիք։